Բարև ձեզ, մենք սկսում ենք MRT podcast շարքը եւ այսօր մեր հյուրն է ուրոլոգ, ինֆլուենսեր Տոնոյան Դավիթը։ MRT podcast-ի գլխավոր գործընկերը MRT կլինիկն է։ Մանրամասները մեկնաբանություններում։ Բարև ձեզ Մերի ջան, բարև ձեզ Շուշանիկ ջան, շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալ։ Գաղտնիք բացեմ, չէ, մի վարքյան, գաղտնիք բացեմ, որ մենք եղել ենք։ Գաղտնիք չէ, Դե լավ, օքեյ, բոլորը 500 հոգի մարդ գիտի, որ ես դու խմբեցիներ ենք եղել։ Մենք խմբեցի չենք եղել, Դավիթ, մենք ես եղել եմ 219-ից, դու եղել ես 220-ից։ Այո, այս մի հատ գաղտնիք բացեմ, ես որ առաջի կուրս ընդունել եմ, Շուշանիկն իմ կուրատորն է եղել։ Քո կուրատորն էլ է։ Հա։ Չէ, հատուկ Դավիթի կուրատորն է։ Եկեք չասենք ինչի պատճառով էս ոնց որ կուրատոր բոլորը չէին ունենում, յուրահատուկ Ուս խորհրդականները մենակ։ յուրահատուկ ուսանողներ էին։ Յուրահատուկ ուսանողներ, հա։ Չասենք ինչի պատճառով յուրահատուկ ուսանողներ։ Դե լավ սովորելու, սիրուն ելնելու եւ այլնի համար։ Լավ, շատ լավ։ Այո։ Դուք ինձ հրավիրել եք այսօր ձեր հաղորդմանը, ձեր հաղորդաշարին։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ բարևներ փոխանցեմ տատիկին, պապիկին։ Իսկ եթե լուրջ ինձ կլինիկայի հետ կապված ինձ դժում է անունը MRT, շատ թույն է մտածած, ով որ մտածել է սա անունը, իրենց ուզում եմ ասեմ բոմբելեք ժողովուրդ։ Շատ շնորհակալ եմ ինձ բաժակները։ Հա, չէ, որովհետև այնտեղ որ դնում են Կոսմիչեսկայա Օդիսեա կլինիկ կամ չգիտեմ ինչ որ բանը վերցնում են հիմնադիր Գեղամի եւ հիմնադիր Տատյանա երկու անունները ու դնում են Գետաղ կլինիկ, ասենք շատ մի քիչ խնդալու ալնում, իսկ թե MRT ով որ մտածել է։ Իրականում կատակը մի կողմ շատ հարմար է, երբ որ մարդիկ տատիկ պապիկները որոշում են որ պետքա գան անցնեն MRT հետազոտություն։ Միանգամից գրում են MRT ու բերում են։ Բերում են հետաքրքիր է sense կլներ, որ ոչ միայն MRT Yammer կլինիկ կլներ, գնանք խե Yammer։ Ядерная магнитная։ Ядерная магнитная։ Հա, բայց դա չունենք ядер։ Չէ, դա հին անունն է։ Բանից Չեռնոբիլից հետո է դուրս եկել ядерный բառը, որովհետև մարդիկ լսում էին, վախում էին, դրա համար ի սկզբանե Yammer էր ասվում, բայց Չեռնոբիլից հետո այդ որպես այդպեսին շատ էին մարդիկ վախում։ Դրա համար մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիան մնացել։ Որ հիվանդություններով են ամենահաճախը դիմում քեզ որպես ուրոլոգ։ Չկա տենց գրադացիա, այս հարցը ինձ ամեն ոդկասթին տալիս եմ, մոռացել էի դες ասի, որ հարցը հանգարց չտակ, որտեղ ինքը ակնոստերսանում է, ռեալ ներվայնացնող հարց է։ Որ է, հա ձերը հեշտակ ասեք, ողնաշար։ Ողնաշար գլուխ ուռուցքային։ Չէ, ամենաշատը բորբոքային հիվանդություններով են գալիս, ուռուցքային հիվանդություններով են գալիս, բայց դե իմ մոտ անդրոլոգիան է ամենաշատը, այսինքն տղամարդու անպտղություն, տղամարդու էրեկտիլ դիսֆունկցիա եւ այլն։ Բայց հենց MRT-ի հետ առնչությամբ իմ սիրած հետազոտություններից մեկն է MRT-ն, սկսենք դրանից ոչ թե եկել եմ ձեր մոտ, այլ MRT-ն ռեալ հետազոտությունն է, որը թույլ է տալիս վիզուալ պատկերացնել, թե դու ինչի հետ գործ ունես ու ինչ ես պատրաստվում անես։ Եթե դու վիզուալ օրինակ դուք որպես MRT մասնագետ վիզուալ նկարագրում եք, ինչ տենում եք, վիրաբույժը որ նայում է MRT-ին նաև հասկանում թե ինչ պետքա արվի, որտեղից պետք արվի, ինչի պետք արվի կամ արվի թե չարվի։ Դրա համար MRT-ն իմ սիրած հետազոտություններից մեկն է, օրինակ ես իր պարագայում երբ որ ես տենում եմ չնչին ցուցում իրը, ես միշտ իրան ցուցում եմ, որովհետև դրա համար այստեղ գալիս ենք ընկետին, որ շատ կարևոր է որ ռադիոլոգն ու կլինիցիստը իրար հետ համագործակցեն։ Դե մենք չասենք ում անունը տվինք բանի դարած, որ մի քանի տարի է ես արդեն համագործակցում եմ։ Բայց ես էլ եմ այդ պահը սիրում, երբ որ կլինիցիստը քեզ զանգում է ու անկախ նրանից որ դու այդ ամեն ինչը գրել ես, պատկերել ես, ինքը համ էլ ֆիդբեք է թողում, թե ինքը ոնց է հետագա այդ գործողությունը արել ու այդ շատ Չկա տենց հիվանդ, որ ես իմ սիրված MRT մասնագետի հետ չեմ քննարկում, Ժորժան, հա, ու չի քննարկվում այդ ամեն ինչը, չի բացատրվում, մենք ինչ արեցինք, ինքը ինչ արեց, ինքնազանգում եք, մենք դավ ինչ արեցիք այն հիվանդին, ոնց չենք հասել վիրահատության օրվան կամ բանին, ու դրա համար օրինակ ես օրինակ տենում եմ բարձր PSA, օրինակ գնացինք, ես մի անգամից հիվանդին ցուցում եմ MRT, ոչ թե գնամ մի հատ, էս արա գնամ մի հատ, այն արա գնամ մի հատ Միանգամից ասենք PSA-ը ինչի համար է։ Պրոստատ սպეციფიկ անտիգենն է, ինքը բարձրանում է պրոստատում որևէ փոփոխությունների պատճառով, դա կարող լինի հասարակ բորբոքումից մինչև չարորակ նորագոյացություններ։ Բայց օրինակ, երբ որ ես տենում եմ բարձրացած PSA որպես տագնապային բժիշկ, որը պետք է ինձ թվում է լույս բժիշկ է տագնապայնությունը զգուշավորություն ունենա, հիմա մի հատ օրինակ կբերեմ ինչի համար եմ ասում։ Ուղարկում եք հիվանդին հետազոտելու, իսկ միանգամից ես MRT եմ ցուցում։ Եթե ինքը չունի նավանդ ակտիվ գանգատներ, իսկ միանգամից MRT եմ ցուցում, որովհետև MRT-ով ես կստանամ հստակ պատասխան մարդուն տանեմ դեպի բիոպսիա, թե չէ, կամ այդ մարդուն առհասարակ
այդ PSA-ի հետազոտությունից հետո ինչ որ խնդիրների առաջ կանգնելու ենք, թե չէ։ Դավիթ ջան, բայց կան նորմեր PSA-ի, օրինակ որոշակի տարիքային խմբում, եթե դու օրինակ մեծ տարիքային խմբում ես։ Վերցնում ենք 50-ից բարձր 4 նանոգրամ միլիլիտրը, չնայած հիմա իջացրել են թիվը մինչև 3, այստեղ կարևորը նաև PSA-ը, այդ թվերը ասացինք, բայց կարևորը նաև PSA-ը ինչքան է բարձրացել։ Իվանդը գալիս է իր PSA-ը 0.5, մյուս ամիս գալիս է կոմոդ 2.2, հա։ Դու արդեն պետք է անհանգստանաս, մյուս տարի եկել է կոմոդ 2.2-ը։ Արդեն դա անհանգստացնող թիվ է ու արդեն պետք է հետազոտությունը իրականացվի։ Ու ես միշտ նախընտրում եմ կոնտրաստով MRT հետազոտություն կատարել։ Ինչու համար եք նախընտրում կոնտրաստով MRT, որտեղ ասենք զոնան տեսար, հայրացով տեսար, դե ասենք զոնան տեսար, բայց զոնան կոնտրաստ ներքաշում է, թե չէ, մենք գիտենք չէ, որ ակտիվ ռուսկային բջիջներն են կոնտրաստ ներքաշելու։ Դու կարես դիֆուզիայի ծրագրով այդ ամեն ինչը ոնց որ դուրս բերես։ Ես դա չեմ անում։ Ես ի նկատի MRT բժիշկը, հա, կոնտրաստավորումը ավելի հստակեցնում է պատկերը, ավելի հստակեցնում է չափսերը, ավելի հստակ ենք հասկանում, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Okay, Այդ իմ պոզիցիան չի կոպիտ ասած, բայց փոքր կոնքի հետ հետազոտությունը շատ եմ նախընտրում։ Նախընտրում եմ կրիպտորխիզմների ժամանակ, սոնոգրաֆիկ հետազոտության, բայց ես նախընտրում եմ, երբ որ բարձր ամորձին նկարենք, հասկանանք կողքի հյուսվածքներն ինչ վիճակում է։ Սոնոգրաֆիան քեզ հստակ չի պատկերացնում, չի տա կարող, որովհետև վիրահատական դաշտում երբ որ դու մտնես տաճուկային խողակից փորձես իջացնես վերևից կամ ներքևից, դու պետք է հասկանաս կապումներ կան, էս կա, այն կա, սոնոգրաֆիկ քեզ հստակ ոչ մեկ չի կարող ասի, այստեղ կապումներ կա, այստեղ այս կա, այստեղ այս կա։ Հիվանդություններ կան, հա, որ օրինակ սոնոգրաֆիկ հետազոտությունը ամորձու ռուսկների պարագայում ամենալավն է։ Դրեցիր դաչիկը, դայեցիր, բայց կողքի հյուսվածքներն ինչ վիճակում են, դու ոնց պետք է վիրահատությունը իրականացնես, թույլ է տալիս MRT-ն։ Այդ երեխաների համար էս ասում թե մեծերի ցավոք սրտի մենք ապրում ենք մի հատ երկրում, որտեղ մեծերը գալիս են կրիպտորխիզմով ու էդի մեծ տարիքային խմբում ու զարմանալի է թե ոնց զարմանալի է փոքր ժամանակ, որովհետև իրենց մոնկոբուժն ասել չի դիրեխուն հոչիկ վիրո հոտելու սպոսիկ մի քիչ կոնցնի, ինքն իրեն կիշնի, եթե ճիշնի կվիրահատենք, հետո այդ երեխեքը գալիս են, գիտեք, քաղցկեղով, գալիս են անպտղությամբ եւ այլն, նմանատիպ խնդիրներով, այսինքն բոբո հաղորդում ենք նկարում։ Դրա հետ կապված ես մի բան ասեմ, էլի, դες սկսեցինք նրանից ինչ հարցերով են դիմում, ինչ խնդիրներով, հետո հասանք նրան փոքր ժամանակ բժիշկը սենց է ասել, խնդիրը փոքր ժամանակ չի լուծվել, մեծացել է այդ մարդը եւ այլն, սենց ուզում եմ մի հատ սենց ընդհանուր բերեմ նրան, որ սովորաբար մարդը պետքա գնա բժշկի, երբ որ ունի գանգատ, թեկուզ այդ գանգատը ինչ որ մի հատ ստից փոքր գանգատ է, նու ստից փոքր մարդ, չգիտեմ, հաճախամիզություն է ունենում, այդ իր համար տենց մեծ գանգատ չի, որ ինքը գնա բժշկի։ Երևում է, որ դու երբեք հաճախամիզություն չես ունեցել։ Երբ որ դու տենց ունեներ, չէր ասի, ստից փոքր գանգատ։ Պատկերացրու ոդկաստ ես նկարում, քո դեմը նստած է քո նախկին կուրացիայի տակ ենթարկված ուրոլոգ Ռեալ Մադրիդի ֆորմով ու կանեդառնանք Ռեալ Մադրիդի։ Չի շիկ ես ուզում։ Այսինքն դու պետք է հիմա իջնես այն աստիճաններով ներքև մտնես տուալետ հետ գաս նկարենք մի 15 րոպե նկարենք նորից գնանք դրա համար դա ընդհանրապես փոքր գանգատ։ Պատկերացրու ես ունենում եմ բուժարուներ, որ գալիս են հենց այդ գանգատով, ասում եմ ինչքան ժամանակ է որ դուք ունեք այդ գանգատը, ասում է դե արդեն մի տարի է ես տենց ապրում։ Այո, հիմնական դրանք լինում են պապիները, ոչ միայն խուլ գույղերից, այլ նաև Երևանից, ու իրանք գալիս են, ասում են բժիշկ ջան, ես գանգատ ունեմ եւ մինչեւ բանը չի հասնում բանից, այսինքն արյան գանգատով մեզի մեջ։ Իրանք չեն դիմում ուրոլոգի։ Մեր հասարակության մեջ խնդիրը հենց դրանում է, որ օրինակ հաճախամիզությունը, ասում են տարիքի հետ է, տարիքի հետ ցավ ունենում են, բայց աստվածչանի ստեղ ներկա գտնվողներից որևէ մեկը տարիքի հետ ունենա հաճախամիզություն կամ անմիզապահություն։ Բոլոր տեսակի սիմպտոմների պարագայում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ինչի, որովհետև հաճախամիզության տակ մենք գիտենք ինչեր կարա թաքնված լինի։ Այս դրան էի ուզում հասցնեմ, որ մարդիկ ոչ թե դիմեն բժշկի կոնկրետ ինչ որ երբ որ արդեն ունեն խնդիր կամ արդեն են, որ աչքերից էլ է երևում, որ դիագնոզ ունեն իրանք, աչքերից երևալը նկատի ունեմ մեկ անզեն աչքով էլ արդեն որոշ դեպքերում երևում, որ մարդիկ տվյալ խնդիր ունեն, այլ ուղղակի մարդիկ դիմեն բժշկի այն ժամանակ, երբ որ ունեն գանգատ։ Թեկուզ այդ գանգատը այն որ իրանց համար առօրյա է դարել արդեն, իրանք հասկանան, որ դա առօրյա կյանք չի, այլ 2026 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունը ու Առողջապահության նախարարությունը ներդրում է պարտադիր ապահովագրությունը, որը իրենց ենթադրել նաև պարտադիր չեքափեր հիվանդների։ Ես կակրաս այդ սկրինինգներից էի ուզում խոսալ, այսինքն այդ տղամարդկանց համար, որ տարեց տարի աճում է պրոստատի, այս շագանակագեղձի ուռուցքի տոկոսը, համ Հայաստանում, համ ամբողջ աշխարհում, էլի։
PSA-ի թիվը քանի տոկոսն է քո պացիենտների քանակից, որ ինքնական որոշումը որ պետքա սկրինինգային տեսանկյունից անցնի PSA-ի քննություն։ Կստати ինչ սկսել ենք բլոգ վարել, այս վերջի 4 տարում, ինչ սկսել ենք դրա մասին խոսալ, մարդիկ ավելի շատ են սկսել։ Եթե առաջ 10%-ներ, հիմա կարամ ասեմ, ես օր եմ ունենում, ասենք ունենում եմ 15-20 գրանցում իմը, 15-20 գրանցումը կեսը պրոստը չեքափի է եկել։ Ինչ լավ է, որովհետև այդ ամենակարևորն է։ Կինը վերցրած մարդուն գալիս է մի հատ պրոստատը ստուգեն կամ բան, ու մենք հայտնաբերելություն ենք ունենում։ Այդ շատ կարևոր է։ Հա, հիմա, չթողեցիք բան պարտադիր ապահովագրության մտնելու, պարտադիր չեքափեր եւ մնացած բոլոր երևույթները մտնելու են ու մարդիկ սկսելու են ասել։ Օրինակ նույն դուք խոսում եք պրոստատից, կոլորեկտալ քաղցկեղը, ինձ հիմա կա ներդրած ծրագիր։ Որի հետ որ մենք շատ ենք գործ ունենում ու վերջին մի տարին ավելի շատ ենք աճել։ Ամեն օր մենք գործ ենք ունենում։ Երրորդ տեղն է զբաղեցնում մահացելությամբ էլի սա աշխարհում։ Կոլորեկտալ քաղցկեղի համար ընդհանրապես պետք է կոլոնոսկոպիա անցնել, ու այն որ ասում ենք 40-ից հետո, ես գտնում եմ 30-35-ից հետո պետք է կոլոնոսկոպիա անցնել։ Okay, համաձայն եմ։ Որ տարիքից ես դու տենում ամենաշատը։ Դե մենք ավելի շատ մեծ տարիքում ենք տեսնում, մենք բանից անցած վիճակն ենք արդեն տեսնում, կամ staging-ի համար ենք տեսնում։ Պոլիպի վիճակը մենք շատ դժվար է տարբերակել, դա պետք է անել հյուսվածքաբանական հետազոտություն, այսինքն անում են կոլոնոսկոպիա, վերցնում են հյուսվածք եւ մորֆոլոգիչեսկի վերիֆիկացիա։ Խուլ բաներից ենք խոսում, եկեք Ռեալ Մադրիդից խոսենք, Լիվերպուլ Ռեալ Մադրիդ խաղի։ Հանդիպում։ Լիվերպուլը կրեց Ռեալ Մադրիդին։ Լիվերպուլը կրեց, որտեղ Մակալիստերի։ Այո։ Ուզում եմ ասեմ, ես էլ եմ Կևին Մակալիստերի։ Տունը մենակ մնացած Կևին Մակալիստերի։ Չէ, լավ, Լիվերպուլը։ Խոստովանում ես էլ եմ Ռեալ Մադրիդի ֆանատ, դեռ գեներալ Ֆրանկոյի ժամանակներից։ Լավ, պատմես որ Մաստադոնտայի վերջին խիա գրած Մաստադոնտը։ Ինչի։ Ինչ է իր անունը։ Ֆրանկո։ Արգենտինայում խաղացել է Ֆրանկո անունով, բայց հիմա Ֆրանկո չի անունը, գրվում է Մաստադոնտը, որտեղ իսպաներեն արգելված անուններ։ Ես ունեմ մեկ երեխա եւ համով ճաշեր եմ պատրաստում։ Ես ունեմ մեկ երեխա ու համով ճաշեր եմ պատրաստում։ Ես չունեմ երեխա։ Իմ երեխան էլ ասում, որն աշխարհում ունի լավ ֆուտբոլային թիմը, yeah, մադի։ Երկու տարեկան չի կամ հստակ ասի Բարսելոնան չի ասում, Ռեալ Մադրիդը։ Չէ, լավ, կատակ։ Երբ ես ուղարկում MRT-ի, հիմնականում ուղղակի ժամանակ։ Կրիպտարխիզմ միզապարկի հաստատում եմ տենում սոնոգրաֆիկ հետազոտությամբ, ճանաչած ժամանակ առաջին կատենա։ Վիրահատություններից առաջ, որոնք ենթադրում են, որ ոչ ստանդարտ իրավիճակներից ենք պետքա դուրս գանք։ Ու այդ բոլոր ժամանակ ցավերի ժամանակ, վայ ես այնքան եմ ուզում այս թեմայով խոսամ, մի բուժեք Իվան, եթե Իվանը գալիս ասում է 2-3 շաբաթա պրոստատիտ ունի, ինքը պրոստատում ցավեր ունի։ Ինքը չունի պրոստատիտ։ Բժիշկի մոտ գնում են, հա, քո մոտ պրոստատիտը տարիներ շարունակ բուժում են, իր մոտ կամ պուդենտալ ներվն է բորբոքված, կամ պուդենտալ ներվը սխմված, կամ ողնաշարից եկող մեծ շատ լուրջ, գիտեք, ինչքան է ախտորոշվում ողնաշարի ճողված կուրալոգիայով։ Երբ որ հիվանդը գալիս է, մեջքս ցավում է, այս կողմի ցավեր, աճուկային ցավեր։ Հա, քո մոտ պրոստատիտը գնաս անտիբիոտիկ խմես, հա, արա պրոստատիտը կամ պետք է զարգանա գնա հարախային ինչ-որ օբսեսիվ ինչ-որ գործ, կամ պետք է հետ նահանջի։ Չի կարա ցավը նույն ձև, նույն տեմպով ամիսներ շարունակվի։ Խոսանք նրա մասին, որ քաղցկեղը չի ցավում։ Քաղցկեղը չի ցավում։ Այդ ամենակարևորը։ Խոսացինք դրա մասին։ Քաղցկեղը երբ որ ցավում մարդը շատ արդեն բանից անցած է։ Իսկ ինչ վերաբերվում է այդ բոլոր հիվանդներին, այստեղ շատ եմ ուզում ասեմ, մարդը երիկամներում ավազ ունի, ինքը գնում է որևէ շարլատան բժիշկների մոտ, մենք մեր կոլեգիայության զոհն ենք դառնում։ Մենք որոշակի պարագաներում մեր անգրագետ կոլեգաներին, ինչու վերապատրաստված կոլեգաներին, անխիղճ, անբարեխիղճ, մեր սպիտակ խալաթ հապականող կոլեգաներին պաշտպանում ենք, բայց օրինակ մարդը ունի մի քանի հատ ավազ իր ստորին բաժակում, այդ մարդուն տարիներով տանում բերում են վիտամիններ, ջրեր, հանքային աղոթքներ, չգիտեմ ինչեր են նշանակում, բայց այդ մարդու երիկամը ոչ լայնացում ունի, ինքը չի ցավում, այդ մարդը ու բաց են թողում օրինակ ողնաշարի գրիժան ճողվածքներ, որոնք հնարավոր է վիրահատական միջամտությամբ կամ առանց վիրահատական միջամտությամբ բուժել, դες բաց ենք թողում որոշակի նևրալգիաներ, որ կարելի է չենք թողում խորանա։ Տարական բան, երբ եմ ուղարկում MRT-ի, հարցը տվեցի կինա մոտս եկել անմիզապահությամբ, եվրոպական որևէ ուրիշ երկրից եկել է, անմիզապահություն են բուժում երկար ժամանակ, միզապարկի ատոնիա է։ Առաջի բանը, որ պետք է անի ուրոլոգը, ոչ թե մեզի ցանքսն է կամ այլ հետազոտությունը, գլխուղեղի եւ ոչ թե ողնաշարի ողնուղեղի MRT հետազոտություն համակարգային խնդրի հետ մենք կարան գործ ունենանք։ Այստեղ ինքն մարդու հասկացանք մեզի հետ է գործը, մարդը մեզը չի զգում 7-800 մլ մեզը միզապարկում չի զգում, բայց այդտեղ խնդիրը գալիս է, որտեղ կենտրոնական նյարդային համակարգից ծայրամասային նյարդային համակարգում լուրջ խնդիր կա։ Ուզում ես ասես, որ ոչ միայն փոքր կոնքես հետազոտում, այլ նաեւ ողնուղեղս հետազոտում, ողնաշար։ MRT իմ սիրած հետազոտություններից մեկը հիպերպրոլակտինեմիաների ժամանակ տղամարդիկ գալիս են, պրոլակտինը բարձր է, էստրադիոլը բարձր է, լյուտեին նաստող հորմոնների հետ կամ ֆոլիկուլոխտանչ հորմոնի հետ խնդիր ունենք, դե գնաց կարդու գլխուղեղի MRT է,
պետք, որովհետև մենք գործ ենք ունենում adenomaների հետ։ Այս է դա ուզում ասեմ, որ շատ հաճախ այդ մարդիկ միանգամից գալիս են MRT-ի մեջ կցավում, մեջ կժողովուրդ շատ բանից կարա ցավա։ Պետք չի միանգամից վեր կենալ ու գալ MRT-ի։ Խոսում ես, ասում ես ինչի համար եք եկել MRT-ի, ով է ձեզ ուղղորդել, ով է նշանակել, ոչ մի բան, պրոստը մեջ կցավում էր, այդ մարդը եկել է MRT-ի։ Էդ էլ կա։ Մեջ կցավալու առաջի գանգատը դա պետք է երիկամների նկարել։ Ոչ միայն մեջ կա, հա, իսկ երիկամ մեջ սոնոգրաֆիկ հետազոտություն անում, որովհետև մի հատ խնդալու դեպք պատմեմ։ Ուրեմն զանգում է ինձ իմ բարեկամներից մեկը։ Ասում է, կարաս ընդունես իմ ծանոթներից մեկին, շատ սուր ցավեր ունի եւ այլն, ասում եմ, հավաս չեմ կարա ընդունեմ։ Հասնում է կլինիկա, գալիս է սուր, դες բան ցավով գալիս, պարկում է, ասում է, պոչկեսա երեք գնացել եմ պոլիկլինիկա, նոր շպա բան են, նշանակե պոչկիս ցավն է այս կողմ ենկոմ։ Դաչկը դնում են որովայնի վրա սոնոգրաֆիայի, ցավը թողում է։ Ուղղակի գազիկներ ուներ այդ մարդը։ Այսինքն դիվ դիագնոստիկում դաժե սոնոգրաֆիայից պետք չի, մարդու փորին սեղմել է, բայց դաչիկը դրեցի, մի երկու հատ տեսկում ենք, դե բարձա չէ, այդտեղ ծիրուն ձայներ հոտեր, բայց մարդու ցավը անցա։ Դե բուժեցիր փաստացի։ Հա, փաստացի գազիկներ ուներ ու այդ աղիքային կոլիկան, այսինքն ցավի բարակայում առաջինը բժիշկը, պետքա շոշափի, մենք մոռացել ենք շոշափել, մենք մոռացել ենք ձեռք տալ, մենք մոռացել ենք նայել։ Դրա համար կան ընտանեկան բժիշկներ։ Առաջին օղակը արտասահմանում ընտանեկան բժիշկներն են։ Մի հատ հասկանում են, որ բժիշկն է նեղ մասնագետը պետք։ Հետո ուղարկում են իսկ մեր մոտ։ Ահա, հենց այդ է։ Միանգամից գալիս են մեր մոտ հոյակապ բժշկությունը, հələ դուք մեր Եվրոպայից ու Ամերիկայից եկած հիվանդներին հարցրեք։ Հիմա ինչ անենք, որ մարդիկ հասկանան, որ առաջնային օղակը այդ MRT-ն չի։ Կլինիցիստն է։ Երբ որ գալիս են ձեր ես հավատում եմ, որ ձեր մոտ շատ բարվոք սիտուացիա է ստեղծված այն առումով, որ դուք հիվանդ չեք փախցնում, չեք կապում ձեր մոտ։ Մենք կարիք չունենք այդպես խնդիրների, բայց ձեր կոլեգալ կլինիկաները պետք է ուղղակի չանեն այդ հետազոտությունը։ Մենք չենք անում, Դուք չեք անում։ Այստեղ ինչա պետք է անել։ Օրինակ մեր ուրոլոգիայում դա շատ հստակ կա, երբ որ հիվանդը գնում է 5 տարբեր կլինիկա, 90%-ով նույն ինֆոն է լսում։ Ու երբ որ հիվանդը գալիս է MRT կլինիկ, իրան ասում են, չէ, Շուշանը կամ մերին ասում են, չէ, դուք դեռ MRT-ի կարիք չունեք, մի հատ եկեք սոնոգրաֆիա, մի հատ եկեք թող ձեզ թերապևտը նայի, ինքը չպետք է գնա հաջորդ կլինիկան, ասուն, հա ո՞ն, միոն, ոտից գլուխ, պարկի, 220,000-ը մուծի ու արա։ Մենք երբեք չենք ասում, դուք դեռ MRT-ի կարիք չունեք, մենք ուզում ենք հասկանանք այդ մարդը ունի գանգատ, այդ գանգատի հետ կապված մենք ինչ հետազոտություն պետք է անենք ու շատ վատ է որ առաջնային օղակը ինքը գալիս է մեր մոտ ոչ թե համապատասխան կլինիցիստի մոտ հետո պացիենտներն են հետաքրքիր իրանց ինքը գալիս է կպած ասում է չէ մեջքս ցավում է իմ ողնաշարի կրծքային հատվածը MRT արա դու MRT ես անում իրան ասում ես իդեալական ողնաշարը ու ինքը քեզնից հիասթափված գնում որտեղ կարող է օրինակ թոքի ինչ որ խնդիր ունի հիմա հետաքրքիր դա շատ է լինում շատ կներեք իհարկե շատ է լինում որ մարդ ինքը ինքնուրույն որոշում է գալիս է իր ողնաշարի ինչ որ մի հատվածը հետազոտելու դու իր մոտ նու ինչ որ վատ բան ես տեսնում այլ օրգան համակարգում որի համար որ պետք է հետազոտել տվյալ այդ օրգան համակարգը ու դու իրան ասում ես գիտես թիրախային դու պետք է գնաս հետազոտես քո լյարդը որովհետև ես քո լյարդի 6-րդ սեգմենտում իմ զոնայում sense պատահական ինչ որ բան եմ տեսնում ինքը քեզնից հիասթափված է գնում ասում է համ ասած տենում եմ համ էլ ասած չէ բացի այդ կրկնակի գումար են ծախսում դրա համար առաջին օղակ հիշեմ իմ երջանկահիշատակ քերուն Արմեն Կարպիչ Ղազարյանին ով հայկական ռադիոլոգիայի հիմնադիրներից է հիմքում է կանգնած հիվանդներին որ ուղարկում է ինքը այդպես փոքր զոնալ խնդիր էր տեսնում կվեշտում ու նկարում էր հիվանդին չէր էլ ասում մենք եղել է իրար հետ գտել ենք ենթաստամոքսային գեղձի ուռուցք ուղակի այնտեղ փոքր կոնք նկարելով ուղակի գտել ենք թոքերում մետաստազներ փոքր կոնք նկարելուց զուտ չգիտեմ ասում եմ բայց ոնց մտածեցիք որ թոքերում ասում եմ այս հյուսվածքի այս մասը դուրս չեկավ ասի էսի կարա թոքի ես ասեմ որ ես հենց դրա մասին էի խոսում շատ բժիշկը ինչքան գրագետ պետք է լինի ուղղակի դա շատ տարբեր հետազոտություններ են միանշանակ ես էի ասում մենք էլ ենք ողնաշարը հետազոտելուց տեսնում այդ խնդիրը օրինակ չգիտեմ նույն լյարդում փայծախում կամ այլ օրգանում բայց այդ պահին դու չես կարա այդ հետազոտությունը կոպիտ ասած շուրտած այն հետազոտես որովհետև կա հետազոտությունների տարբերություն կա դինամիկ կոնտրաստավորման հարց կա նախորդ պատրաստվելու հարց որ մարդ գազեր չունենա այդ գազերը մեզ չէ հա այդ կատեի պարագայում ինքը մի քիչ բայց մի բան էլ ասեմ էլի հազար ներողություն եթե մենք նկարում ենք ողնաշար ու կոնքազրային հոդում տենց դեպք մեզ մոտ եղել է կոնքազրային հոդում տեսնում ենք օրինակ մետաստազ մենք հաստատ
Մենք հաստատ չենք էլի ասի դե գիտեք ինչ դուք ավել գումար ծախսեք մի հատված ավել նկարեք մենք մի հատ երկու ծրագիր ավել ենք դնում ավել ենք կտրում այդ մարդուն ինֆորմացիա ենք տալիս որ պրոստատում խնդիր կա ինչ որ խնդիր կա Ստեղ պրոստատի հետ կապված չէ կոնքազրային հոդի օրինակ ոսկրի նայ ոսկրում խնդիր տեսա տղամարդ պարագայում կարող հանգիստ պրոստատիկ քաղցկեղի մետաստազ լինի ես եմ ասում կնոջ պարագայում կրծքագեղձի կրծքագեղձեր հա դրա համար էլ իջելերներ Այստեղ շատ կարևոր է ու այստեղ շատ կարևոր է որ ռադիոլոգը ու կլինիցիստը իրար հետ աշխատեն ես շատ եմ օրինակ նայեք ռադիոլոգներ կան մենք ինչ ռադիոլոգներ կա շատ լավ ռադիոլոգ են բայց օրինակ տարական հարցով իրար հետ լեզու չեն գտել չեն կարող աշխատել կամ չեն ուզում ձեր հետ աշխատեն օրինակ դու ինչ որ վերսիա ես զանգում առաջարկում կլինիցիստը զանգում առաջարկում ա ռադիոլոգը միանգամից հրաժարվում ասում է չէ իմ տեսածն է եւ վերջ Այդ չեմ ասում օրինակ ուրոլոգին շատ անհարմար է երբ որ ամորձին ծավալով տված չի սոնոգրաֆիայից հետո Ծավալ գրած չի օրինակ 5 սանտիմետր խորանար 10 սանտիմետր Իսկ ձեզ 3 չափը բավարարում է 3 չափ հենց այդ մարդկա 2 չափ է տալիս մարդկա 3 այսպես չէ ծավալ տուր որտեվ իմ ամբողջ ուղեցույցները գրքերը գրականությունը մտավոր աշխատանքը ուղղված է ծավալային պատկերացնելու Դե 3 չափով դու սենց կարում ես դուրս բերես ծավալը բայց երբ որ ավել բարդություն են ստեղծում դա արդեն ավտոմատ չես ուզում բանանես օրինակ միշտ կարևոր է նաև դուք պատասխանները հայերեն եք տալիս այո Պարտադիր շնորհակալություն որովհետև երկրորդ բանը որ ես տանել չեմ կարող երբ որ ռուսերեն պատասխաններ են գալիս բայց ես ասեմ որ երբ որ ինձ խնդրում են ես միանշանակ թարգմանում ենք ռուսերեն էլ անգլերեն էլ ցավոք սրտի մեր պացիենտները հայտնվեին օրինակ ուրիշ երկրներում իրանց տես չէի վերաբերվի բայց դե մենք բարի ենք Մենք ավելի մարդկայինորեն ենք վերաբերվում երջանկայի շատակերոս ինքը երկու էջեր տպում իր կրթությունը ամբողջովին ռուսերեն է մի հատ ռուսերեն մի հատ առանձին աղջիկ ունի որ իրեն թարգմանում էր հայերեն տալիս էր այդ հետազոտությունները Ես մի հատ բան ասեմ թող բուժարուներն էլ իմանան ChatGPT-ին թույլ է տալիս ունի այդ հնարավորությունը բժշկորեն ճիշտ հայերենից համ ռուսերեն համ անգլերեն այդ հիմա ես հստակ ստուգված բան եմ ասում այնպես որ նու ունենում ենք մենք պացիենտ ով ռուս է այդ մարդը մեղք չունի ով եթե ռուս է բայց այդտեղ հարցը օй Պանդորայի արկղաբացի բա որ մեր հայը գնա Ռոստովի որևէ կլինիկա ասի ինձ հայերեն տվեք պատասխան որտեվ ես հայ եմ Դե մենք հնարավորություն ունենք ռուսերեն տալու Հիմա ես չեմ գնում Ռոստովում հետազոտվելու բայց իմ մոտ գալիս է Ռոստովից պացիենտ Պացիենտի համար հարց եմ տալիս եթե MRT-ով հայտնաբերվել է 4 կամ 5 մմ-անոց փոքր օջախ հեռած 4 ձեր վարումը պացիենտի ոնց է լինում Ես այդքան դուխով բժիշկ չեմ ու այդ ինձ միշտ օգնում է իմ կյանքում ես միշտ զգուշ եմ որ հիվանդը 2-3 անգամ նարկո ես հիվանդին ախ զգուշացնում եմ որ ռուսկը շատ պուճուր է բայց եթե հիվանդը ֆինանսապես պատրաստ է նո ինձ նոր քնարիկ ասաց որ Հայաստանում էլ է արվում ես տեղյակ չէի բայց ես ուղարկում եմ իրանց Մոսկվա Սանկտ Պետերբուրգ որտեղ կան մեր հայ ազգի գոլեգաներ մեր ընկերները ովքեր կատարեն ֆյուժն բիոպսիա, այսինքն MRT կոնտրոլով կմտնեն ուռուցքի հենց այդ 4-5 մմ-ի մեջ հատուկ ուղղությամբ ու կվերցնեն այնտեղից ուռուցք, որովհետև մենք սոնոգրաֆիկ կոնտրոլով ենք անելու շփոթվելու հավանականությունը 4-5 մմ դե եկեք պատկերացնեք ինչքան փոքր է ու ես մի անգամ 17 կտոր նմանայով տիպի հիվանդից վերցրել եմ 17 կտոր 12-ի փոխարեն 16-ում ուռուցք չկար, մեկում կար գլիսեն 7, ըհը մի հատի մեջ եմ ընկել ու եթե ես մտածում եմ որ ուղղ բանով անեի ուղեցույցով անեի 12 հատ վերցնեի կարող չունենաս ընկած չլնեի Այդ նույն մեր մոտ MRT-ի սլայսերի պատմությունն է եթե ես 4-ով գնամ կարողա չտեսնեմ ուռուցքը բայց եթե ես 3-ով կամ 2-ով գնամ կտեսնեմ Լավ իսկ եթե պացիենտը չունի հնարավորություն գնա արտասահման ոնց եք վարելու այդ պացիենտին Դորջան ինքը պալիբոմը պետք է բիոպսիա անի ֆյուժն բիոպսիա ես հույս ունենամ որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը մտնելուց հետո այս թեման կփակի Լավ երկրորդ кейսը որ դեպքերում եք անում պրոստատեկտոմիա Երբ որ ուռուցքը տարածված չի, մետաստազներ չկան, անցած չի դեպի արդեն հեռավոր մետաստազներ չկան, PSA-ը մինչև 10 նանոգրամ միլիլիտր, որոշ պարագայում մի քիչ ավելի բարձր, բայց մենք հասկանում ենք, որ կարողանում ենք ուռուցքը ամբողջությամբ հեռացնել այդ բոլոր այդ պարագաները։ Եթե ճարպաբջանքա տարածված հեռացնում եք։ Շատ դժվար հարց է տալի, էլի կապված հիվանդից։ Էլի կապված հիվանդից դու կկարողանաս արդյոք այդ ամեն ինչը մաքրես։ Այդտեղ արդեն եթե այնտեղ PSA-ը արդեն անցել է 20 նանոգրամ միլիլիտր, իսկ այդ լավ տարածած պարագայում այտենց է չենք արդեն անցնում ենք մյուս թերապիաների Իսկ եթե դուք տեսնում եք MRT պատասխան որտեղ որ էլի հստակեցված չէ տարածվածության աստիճանը ու մենք էլ դրա մեջ նստում դիսկը մենք ունենք այդ մինիմալ ինվազիա ասվածը չէ դուք էլ նայեք երբեմն այդ մինիմալ ինվազիա ասվածը շատ տեղին է ու իսկապես իրոք այդ սահմանը երբեմն իրոք այն իշչեր չնի ռուսերեն բառը շատ լավ բառ է կոնկրետ հիվանդ կոնկրետ իրավիճակ կոնկրետ կատեի պատասխան պոլիօրգան կոնկրետ PSA թիվ այդ ամեն ինչը պետք է հաշվի առնել նոր մտնել վիրահատարան ես իմ ամենաչսիրած վիրահատություններից մեկն է պրոստատեկտոմիան
բաց պրոստատեկտոմիան, իսկ հիմա աշխարհը գնում է ռոբոտացված պրոստատեկտոմիա, շուտով Երևանում ես ոնց հասկացա 1-2 կլինիկա կունենա իր ռոբոտ ասիստենտին, ավելի լավ կանցնի իրադությունը, չնայած լապարասկոպիան հիմա ոսկե ստանդարտ, բավականաչափ լավ կատարվում են։ Ընդունում եք փայրած 3 պատասխանը ռադիոլոգի կողմից։ Այ Ռադիոլոգները կհասկանան։ ամենը չսիրածս պատասխանն է աշխարհում։ Իրականում մեր։ Ոչ, չգիտես որ ընկնես ձորը հետ գնաս, չեմ սիրում։ Ես այսօր առավոտը գրել եմ փայրած 3 այն դեպքներ, որ Հա, իրոք չես կարող։ իրոք չես կարողանում։ Գիտես, մեկ-մեկ sense այ եմ ասում, ինչքան կարևոր է կլինիսիստի հետ կապը, այն որ ես գրել եմ պատասխանը ուղարկել եմ ու զանգել եմ կլինիսիստին, ասել եմ, գիտես 3 եմ գրել, բայց դեպի 4 դու հասկացի էլի դա։ 3 ամիսը մեկ նորից PSA-ը հսկել, հասկանալ ինչքան կբարձրանա, բայց եթե մարդիկ էլ արդեն 8-9 PSA-ով դու PR-ած 3 ես գրում, այդ արդեն գնում է դեպի բիոպսիա, եթե եկել է 4.1 կամ 4.2 կամ 0.8-ով բարձրացել է PSA 1 տարով կամ 1-ով, այդ ժամանակ կարող ասես, արի դինամիկ վերահսկեն, կարող կարիք լինի կրկնակի MRT-ի, այդ շատ բան պետք է, նաև այդ ամեն ինչը Այնակ պացիենտների հետ էլ է այդ խնդիրը առաջանում, երբ որ դու իրան ասում ես, գիտես, այս այն դեպքն է, որ քեզ հսկողություն է, պետք է մի հատ 5-6 ամիս հետո մի հատ էլ պետք է ամեն ինչ հանձնես ու գաս MRT-ի, իր մոտ ավտոմատ այդ պահը ենթագիտակցորեն ինքը սենց էլի քեզնից հիասթափվում է, ասում է, հեսա եկա ամեն ինչ արեցիք, կոնտրաստը տվեցիք, հանձնեցի, հիմա էլի ասում եք, չէ, չենք կարա քեզ որ լավ հստակ բացատրվի հիվանդին, նկարվի գրատախտակի վրա, գույնավոր մատիտներով ցույց տաս, որ ինչ ես տենց եմ անում։ Իմ հիվանդները հիմնականում առանց հարցի այդ պատասխանի այդ բանի չեն գնում։ Նախ այդ ռիսկը ես բացատրում ես իր ամեն գործողությունից առաջ։ Իրանց պետք է բացատրել։ Հետո բացատրում ես գործողությունից հետո։ Եթե նմանատիպ իրավիճակ է ստեղծվում։ Եթե կոմպետենտ կլինիսիստ ես եւ չես ասում, վայ, դա ռադիոլոգը բան չի տեսես։ Я художник, я так. Просто радиолог, ну, говорю, я художник, я так вижу. Կստացի կոնկրետ պրոստատի հետ կապված Դե հստակ գրադացիա ունեք, այնտեղ չի կարատես։ Մենք ինքներս շատ սիրում ենք նաև ոնց է սխեմատիկ ամեն ինչ տալ, այն որ նկարով դնել 3 պրոյեկցիայում, այդ կետիկը նկարի վրա դնել։ Հա, չէ, մեր շատ գոլեգաներ հենց տենց են անում, ինչքան է դա օգնում կլինիսիստին։ Դե շատ է օգնում։ Որտեվ մեր շատերը ասում են, էլի նկարչություն եք անում, Չէ, բայց շատ է օգնում։ բայց Չէ, շատ է իրականում- օգնում։ Որտեն, չէ, շատ է օգնում։ Երբ որ կլինիսիստը ռադիոլոգ ինչ կապ ունի, բժիշկը մնում է բժիշկ այդ ամեն ինչը։ Այս դուք մի հատ ես ձեզ հարց տամ, էլի։ Դուք չեք վախում, որ անգործ եք մնալու վաղը, այսօր AI-ը գալու է, ձեր սա գործանի ու գնա։ Իրական պատասխան։ Խնդրում եմ հարցին պատասխանի Շուշանիկը։ Ես անկեղծ ասեմ, ես չեմ վախում, որովհետև ես դրան չեմ հավատում։ Սենց ասեմ, ես ունեմ իմ հիմքերը դրան չհավատալու, որպես Ներկայացրու այդ հիմքերը։ Խի AI-ը չի կարա վաղը մյուսօր MRT կլինիկում Գևորգը ասի Մերի ջան, Շուշանիկ ջան, վեշերն այդ հավաքեք, գնացեք, ես թազե AI ծրագիր եմ առել, MRT-ն գցում ես մեջը 5 րոպեում նայում պատասխանը տալիս եմ, արդեն գնում է տուն։ Սենց փորձեմ կարճ ու մի քիչ վերացական մի հատ պատասխան տամ դրան, օրինակ մի անգամ էլի մի հատ ինտերվյու էի նայում ու այդ մասնագետը ասաց, գիտեք, երբ որ ես որոշում էի ինչ մասնագետ դառնամ, որոշում էի այդ ծրագրավորման աշխարհի մեջ ու բժշկության մեջ ու հետո ես հասկացա, որ ամեն դեպքում մարդու օրգանիզմը ավելի բարդ կոնստրուկցիա է, քան թե ռոբոտը։ Ու ելնելով այս ամեն ինչից, ինչքան ուզում ենք տանք այդ տարբերակները ռոբոտին, մեկը այնքան ամեն ինչ ինդիվիդուալ է լինում, նույն ուռուցքները ունեն, տարբեր ուռուցքներ ունեն իրենց գրադացիաները, իրենց պահելու ձևը, բայց մենք որպես ռադիոլոգ ինչքան ենք տեսնում, ոնց է փոխում ուռուցքը իր գրեյդը, ոնց է փոխում իր տեսքը ուռուցքը ինդիվիդից ելնելով, այնքան ինդիվիդուալ կարող են լինել տարբեր հիվանդություններ ու տարբեր վիճակներ, որ այս պահին ես դեռ չունեմ այդ վստահությունը։ Ես մտածում եմ, որ ռադիոլոգիան մի օր գալու է այն этаպին, որ օրինակ կատեն MRT-ի մասնագետները AI-ով գեներացած մեծամասն պատասխաններ ու լինելու են շատ հզոր էքսպերտներ, որ երբ որ օրինակ կլինիկան ու բանը չի համապատասխանելու, իրանք այդ ամեն ինչը նայելու են։ Ես տենց եմ մտածում։ Գիտես, ես քեզ մի հատ բան ասեմ, օրինակ այսօրվա օրով էլ ես չգիտեմ, մի հատ կարող է շատ բարդ եւ ոչ ամեն օր հանդիպող շատ հազվագյուտ հետազոտություն եմ անում, հազվագյուտ ինչ որ բան եմ գտնում ու նույն ChatGPT-ին դիմում եմ, ասում եմ, գիտես, ես օրինակ ես ինչ մասնագետն եմ, սենց մի հատ բանի առաջ եմ կանգնել, սենց եմ ուզում նկարագրեմ ու ինքը հիմարություն է ասում հիմնականում, դա մեր օրինակի վրա։ Ես հիվանդս ասած ChatGPT-ին հարցրել եմ, ասի արի քո անալիզները նկարենք ուղարկենք ChatGPT-ին, նկարեցի ուղարկեցի ChatGPT-ին, որոշակի մեզի անալիզում շեղումներ ուներ, ես իրենցում նորմալ է։ Հա։ Ու ասացի քո անունը ոնց է, ասաց Կարեն, ասի արի գրենք, որ դու Երևանից Կարենամիցին ես խմում։
Ես ChatGPT-ին ասում եմ, գիտես, դու երեկվային Կարենամիցին ես խմում։ ChatGPT-ի մասին չի խոսում, machine learning-ի, ChatGPT-ին вообще արհեստական բանականություն չի, լրիվ պրինցիպով աշխատում։ Իրան տալիս եմ, ասում եմ Կարենամիցին ես օգտագործում, ասում եմ, հա, Կարենամիցին ես իշխան պրեպարատ, չկա տես դեղը տղա անով եմ գրել։ Ասում եմ, ու երեք ինքը որ քայլում էր, կվալդը ընկավ ուղիղ իր միզուղիների վրա։ Դրա համար կարող է դրանից հա լորդ մեզի մեջ, ինքը ասում հա կարա դրանից լինի որ կվալդը ընկնի մեզի, հասկանում ես ChatGPT միշտ պատասխան է տալիս, միշտ պատասխան է ման գալիս ու միշտ պատասխան է տալիս ու էդի մեծագույն խնդիրներից մեկն է ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն էր, ձեր սիրելի բժշկուհիներ Մերի Թալանյանը եւ Շուշանի Գրիգորյանը։ Հալա Մադրիդ։ Հալա Ռեալ, հալա Մադրիդ, այսքանը։ Տեսցու։ Շո գնամ երախս մնգոից վեկալեմ։